մինչև դասին անցնելը արձանագրենք, որ սովորողների շրջանում բացակապ չունեն։ Այսօրվա մեր դասի թեման է ռեկոմբինացիայի գաղտնիքները ԴՆԹ-ի լեզվով և ԹԳՀԳ-ի մոդելներով։ Դասի համար ունենք սահմանած նպատակ, այն է ուսանել և հասկանալ ԴՆԹ ռեկոմբինացիայի գործընթացները, ԹԳՀԳ-ի օգնությամբ ներկայացնել և վերլուծել գենետիկական տեղեկատվությունը, սովորել ԴՆԹ ռեկոմբինացիայի կիրառությունները և նշանակությունը կենսատեխնոլոգիաներում, ներկայացնել ԴՆԹ-ի և ԹԳՀԳ-ի ընդհանրությունները ինֆորմացիայի ստացման, պահպանման և մշակման գործընթացներում, խթանել կենսաբանական և ինֆորմացիոն գործընթացները համադրելու կարողությունը։ ԴՆԹ ռեկոմբինացիա ինֆորմատիկան միավորում է մեկ հիմնարար գաղափար՝ ինֆորմացիայի կառավարումը։ ԴՆԹ պահում է տեղեկատվություն նուկլեոտիդներով, իսկ համակարգիչը բիթերով։ ԴՆԹ ռեկոմբինացիան նման է ծրագրային կոդում փոփոխություն անելու, նոր արդյունք ստանալու համար։ Բիոինֆորմատիկան հենց այն ոլորտն է, որտեղ միավորվում են այս երկու աշխարհները՝ օգտվելով գիտությանը, հասկանալ կյանքը տեղեկատվական տեսանկյունից։ Համակարգիչը ծրագրավորում է իր տվյալները, այնպես էլ ներդրիչները ծրագրավորում են իրենց գեները։ ԴՆԹ ռեկոմբինացիան նույնն է, ինչ ծրագրում նոր կոդերի համադրություն ստեղծելը, երկուսն էլ ինֆորմացիայի մշակման եղանակներ են։ Համատեղ նաև ալգորիթմների հետ։ Ռեկոմբինացիան բջիջի ներսում կատարվում է կարգավորված ճշգրիտ քայլերով, ինֆորմատիկայում էլ ալգորիթմներն են քայլերի հաջորդականություն, այսինքն բնական ռեկոմբինացիան նման է կենսաբանական ալգորիթմի։ Հարց պատասխանից հետո ուզում եմ արձանագրել, որ դասի նյութով բավականին հետաքրքրված էիք և լավ ներկայացրեցիք այն, ապրեք շատ։ Այժմ դիտենք տեսանյութ մեր թեմայի վերաբերյալ։ Ինչպես գիտենք, գենոտիպերը կախված չեն ֆենոտիպերից, բայց ֆենոտիպերը կախված են գենոտիպից։ Այստեղ նկարում պատկերված է առաջին Վայնբերգը 1862-ից 1937 թվականներ։ Նա գերմանացի բժիշկ էր, գինեկոլոգ։ Եվ Հարդի 1877-ից 1947 թվականներ։ Նա անգլիացի մաթեմատիկոս էր, որին բավականին շատ հետաքրքրում էր պոպուլյացիայի ալումների հաճախականությունը։ Քարտային աշխատանքից հետո նորից ուզում եմ անցում կատարենք սահիկաշարին։ Սահիկաշարում ունենք սահիկ նվիրված հետաքրքիր միֆերին և փաստերին և ասեմ, որ այս փաստերը ամբողջական ընկալում են տալիս մեր նյութի վերաբերյալ, նյութը ավելի հետաքրքիր դարձրեցին։ Սահիկաշարը պատրաստել էին Ամալյան և Կարինեն, ասեմ, որ առաջին սահիկից մինչև վերջ տրամաբանորեն նյութը շատ գրագետ կառուցված էր, ինչու չէ ուներ գեղեցիկ դիզայն, ապրեք, դուք դրամը դասի վերջում կգնահատվեք և ասեմ, որ դուք արդեն դարձել եք փորձառու սահիկ պատրաստելու գործում։ Եվ զուգահեռներ տանենք այս երկու գիտությունների միջև, բնագիտության և ԹԳՀԳ-ի, տեսնենք ինչպես են ինֆորմացիան ստանում, պահպանում, մշակում և ալգորիթմները ինչպես են աշխատում այս երկու գիտություններում։ Իսկ ինչ է ալգորիթմը։ Ալգորիթմը տրամաբանված, կարգավորված քայլերի հաջորդականություն է, որը հանգեցնում է սպասված արդյունքի։ Ես գծեմ մեր տեղաձևավորանակը։ Բնագիտություն, ԹԳՀԳ։ Ինչ գործընթացներ են իրականացվում բնագիտությունում, ով կասե։ Ծրագրավորում, Այո։ տվյալների կերպարներում, Ճիշտ է։ ԴՆԹ-ն հավասար է ամբողջական գենետիկական ծրագրին։ Այո, գենետիկական ծրագրի ճիշտ է։
ԹԳՀԳ-ում Համապատասխանաբար, այո, դրացում, file copy paste, այո, file, շաբաթես file, copy paste, ճիշտ է, file-ը հավասարանում ճական ծրագիր, չէ՞, ասա, հարտարկել։ Այժմ ներկայացնենք մեր թեմայի խաչվող հասկացությունները։ Ով կներկայացնի Արիկա։ Առաջին տեղեկատվություն և գենետիկ կոդ։ Այո, տեղեկատվություն և գենետիկ կոդ։ Երկրորդ ալգորիթմներ և կենդանի օրգանիզմների Ռեկոմբինացիա։ Բառը ճիշտ արտացանը։ Երրորդ ծրագրավորում և գենետիկ ծրագրավորում։ Չորրորդ տվյալների վերականգնում և ծննդների վերամեկուսացում։ Այո։ Եվ հինգերորդ տվյալների սեղմում և գենոմի կոմպակտություն։ Այո։ Շատ ապրես, այժմ անցնենք հաջորդ փուլին, հաջորդ փուլը ամփոփման փուլ է, սովորողները Ֆոքսով և Լեռնիցակսով պատրաստել են թեստեր և հիմա կներկայացնենք ամբողջ լսարանը կմասնակցի հարց ու պատասխանին։ Առաջին հարցը. Խոսքի կողմը տեղի է ունենում։ Հարբերակ երրորդ, վեյոց առաջին, երկրորդաց առաջին։ Հարցերը ամբողջությամբ կարողանալու են։ Ռեկոմբինացիայի հիմնական արդյունքը որն է։ Գենետիկական բազմազանության բարձրացում, քրոմոսոմների քանակի ավելացում, բջջի չափի մեծացում, ծննդների քայքայում։ Պատասխան առաջին։ Կարդա հարցը։ Գենետիկ բազմազանության բարձրացում, այո։ ԹԳՀ-ն լրացնենք։ Ինչի ալգորիթմը։ Ինչի ալգորիթմը ֆայլի տեսակ, համակարգչի սարքավորումների ցանկ, գործողությունների հաջորդականություն խնդիրը լուծելու համար ծրագրավորման լեզու։ Գործողությունների հաջորդականություն խնդիրը լուծելու համապատասխան ելք։ Ինչի օպերացիոն համակարգը։ Համակարգչի արտաքին սարք, ծրագրերի հավաքածու, որը կառավարում է համակարգչի աշխատանքը, ցանցային կապ ապահովող սարք, տվյալների բազա։ Ծրագրերի հավաքածու, որը կառավարում է համակարգի աշխատանքը։ Ունենք ճիշտ պատասխաններ։ Հիմա որպես վերջին արդյունք և ամփոփիչ աշխատանք ներկայացնենք Լեռնիցակսով պատրաստված թեստը 3 մակարդակով, թվում է շատ հետաքրքիր է։ Ինչպես է աշխատում բազաների հարաբերական մոդելը։ Որոնք են ռեկոմբինացիայի հիմնական տեսակները։ Սկզբնական մակարդակ։ Ինչպես է աշխատում հաշվարկման տրամաբանությունը իր ըստ պայմանները։ Միջին մակարդակ։ Ինչպիսի էվոլյուցիոն առավելություններ ունի բարձր ռեկոմբինացիոն ակտիվությամբ գենոմը, բարձր մակարդակ։ Ինչ է տվյալների կառուցվածքը և ինչ դեր ունի ծրագրավորման մեջ։ Ինչպես է կազմում տվյալները հիշողության մեջ։ Միջին մակարդակ։ Ինչ է ալգորիթմը։
Հարցերը վերջացան, հիմա փորձենք ասել, քանի հարցի ճիշտ պատասխանել։ Ահա, ընդամենը 3 հարցից հավասար, բայց ապրում շատ է դեպքը։ Այն դեռնից 10 համար, որպես քանը ուզում եմ արձանագրել, որ նյութը բավականին հետաքրքիր է, լավ յուրացրել եք, լավ ներկայացրեցիք, ապրեք շատ, գնահատվում են գրեթե բոլորը, ինչու գրեթե, որովհետև կային մարդիկ, որոնք ակտիվ չէին դասապրոցեսում, ոչինչ, հաջորդ ժամին արդեն հետևություններ կանեն։ Կարող եք ինքներդ ձեզ էլ գնահատել, ձեր ընկերների մասնակցությունը և ներդրումը այս դասապրոցեսը կազմակերպելիս։ Շնորհակալություն բոլորին։